Փաշինյանը ընդհանրապես իրավունք չունի խաղաղությունից խոսել, որովհետև իր իշխանության 7 տարիները պատերազմի, կորստի, ողբերգության տարիներ են եղել։ Ինքը խաղաղության օրակարգի հետ ինչ կապ ունի։ Այսինքն ինքնա չէ, իր օրոք այս ամեն ինչը եղել։ Երբ որ մենք խոսում ենք իր սխալների, դավաճանության այս ամեն ինչի մասին, մեզ մեղադրում են, որ դուք պատերազմի ուժ եք։ Իրականությունում խաղաղության օրակարգը մեր օրակարգն է, որովհետև եթե դու նայեք նորանկախ Հայաստանի Հանրապետության Արցախի պատմության 35 տարիները ամենախաղաղ, արժանապատիվ տարիներ եղել են այն շրջանը, որտեղ այսօրվա մեր դաշինքը եղել է իշխանության ստեյության։ Հիմա ինքը ինչ իրավունք ունի խոսելի խաղաղության մասին։ Իր կառավարման, այսպես կոչված կառավարման 7 տարիների 5 տարիները չի եղել մի տարի, որ լինի խաղաղ։ Նույնիսկ 24 թվականը, երբ որ ինքը փորձում է ներկայացնել ամենախաղաղ տարին, 24 թվականը Հայաստանի հերթական կորստի տարին էր, որովհետև Հայաստանի տիրապետության տակ գտնվող 4 շրջան կարևոր ռազմավարական դիրքերով Նիկոլ Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին։ Այսինքն, եթե այս ամեն ինչ ինչ-որ հանձնումների դիմաց հրադադարը, հետեւաբար իր առաջարկած ճանապարհը խաղաղություն չի, երբ որ մենք սրա մասին ասում ենք, չի նշանակում, որ մենք ասում ենք պետք է լինի պատերազմ։ Ինքը սրանով նաև չի էլ կանխում սպասվող պատերազմը։